Իսկ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որն ինչպես արդեն իսկ տեղյակ եք, բարձրաձայնում է այն խնդիրը եւ կամ այն խնդիրները, որոնք քաղաքացիների կողմից բարձրաձայնվել են կամ ուղարկվել մեզ SMS կամ վիդեո տարբերակով։ Իսկ այս պահին իմ հյուրն է Երևանի Պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Լույս եւ Սեր հասարակական կազմակերպության տնօրեն Ռուբինա Պետրոսյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Թեմա ենք քննարկելու, որը բարձրաձայնվել է քաղաքացու կողմից, խնդիր, որը պետք է ունենա իրավական գնահատական նաև այստեղ այս տաղավարում։ Բայց ինչ թեմայի մասին ենք խոսելու, այս պահին դիտենք տեսանյութում։ Բարև ձեզ, երկար տարիներ է փորձում եմ երեխա որդեգրել, սակայն համապատասխան բոլոր մարմինները շարունակ բարդեցնում եւ անհնարին են դարձնում այդ գործընթացը։ Հետաքրքրվեցի եւ հասկացա, որ արտերկրից երեխա որդեգրելն ավելի հեշտ է կազմակերպել, քան Հայաստանում։ Խնդրում եմ, ասեք ինչ վերահսկող մեխանիզմներ կան, ինչպես կարող եմ սաստել մարմիններին, որոնք անվերջ արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Շատ լավ, շնորհակալություն։ Որդեգրման գործընթացին ենք անդրադառնալու։ Շատ հաճախ խոսում ենք ավելի հեշտացնել գործընթացը, բայց դա էլ լի է իր ռիսկերով։ Ինչ գործընթացներ են անցնում այսօր քաղաքացիները այդտեղ եւ ինչ խնդիրների են բախվում, փաստորեն։ Տեսեք, քանի որ որդեգրումը համարվում է առանց նողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության նախապատվելի ձևը եւ օրենսդիրը այս հարցում շատ զգույշ եւ գուցե առաջին հայացքից հասարակության համար ավելի բարդ ընթացակարգ է նախատեսել, որպեսզի երեխա որդեգրի անձը։ Սակայն այստեղ ամեն ինչ հիմնավորված է, որին հաջորդի հիմնավորումները ես եւս կներկայացնեմ, որովհետեւ որդեգրման ակտով, դատական ակտով երեխան որդեգրվելով եւ հայտնվելով որդեգրողի ընտանիքում ձեռք է բերում կենսաբանական զավակին, կենսաբանական երեխային լիովին համապատասխան իրավունքներ եւ պարտականություններ եւ նույնը նաեւ որդեգրողը։ Այսինքն երեխային հանձնվում է ընտանիք մշտական դաստիարակության եւ խնամքի, թեև իհարկե պետությունը վերահսկողական մեխանիզմներ ունի իր ձեռքում եւ բնականաբար վերահսկողությունը իրականացնում է 3 տարի ժամկետով որդեգրման ավարտի դատական ակտի կայացումից հետո, օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Բայց նախքան այս դատական ակտի կայացումը բնականաբար անձը հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ։ Նաև երեխան որոշակի գործընթացներ միանշանակ եւ անցնում որոշակի շատ հստակ կառավարության որոշումով եւ օրենքով սահմանված որոշակի հստակ ընթացակարգեր։ Առաջին քայլը հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ էլեկտրոնային եղանակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից վարվող մանուկ տեղեկատվական համակարգում։ Այս նույն տեղեկատվական համակարգում նաև հաշվառված են երեխաները, այն երեխաները, որոնք որպես որդեգրվող երեխաներ են հաշվառվում։ Այնուհետև անձը ներկայացնում է մարզպետարան համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են մի շարք հանգամանքների արկայության մասին, բնակության վայրի, աշխատանք ունենալու, բարոյական նկարագրի, այնպիսի բնակարանային պայմաններ ունենալու մասին, որոնք օրինակ համապատասխանում են բնակարանային եւ սանիտարական պահանջներին եւ այլն։ Սրանք բոլորը պիտի դրականորեն բնութագրեն նրան։ Նոր սրանից հետո սկսվում է մնացած ընթացակարգը, իր հետ միասին կարող են օրինակ հաշվառվել մի քանի անձինք, օրինակ հենց նույն երեխային որդեգրելու համար, եւ այնուհետև սկսվում է դասընթացների կամ այսպես կոչված վերապատրաստման կազմակերպման փուլը, որ անձը ունենա համապատասխան հմտություններ ի վերջո ուրիշի երեխային ընտանիք վերցնելու եւ դաստիարակելու համար։ Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են, երբ որ հավաքվում է որոշակի անձանց շրջանակ, քանակ։ Դասընթացները անցնելուց հետո նաև կազմակերպվում է երեխայի հետ արդեն տեսակցությունը, համադրելիությունն է գնահատվում մի շարք պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ եւս, այսինքն որքանով է տվյալ երեխան եւ ծնող դառնալու հավակնող անձը, որդեգրողը հնարավոր հետագա նրանց համակեցությունը ընտանիքում։ Եվ միայն այս ամենից հետո, երբ որ լինում է, եթե երեխան 10 տարին լրացած է, նրա համաձայնությունը կամ որ ծնողը հաջորդ քայլն է անում, որպես երեխային որդեգրի, նոր տեղի ունի որդեգրման գործընթացը։ Գուցե քաղաքացիների համար կամ որդեգրել ցանկացող անձանց համար թվա, թե քայլեն ավելորդ են, արհեստական դժվարություններ են ստեղծում իրենց համար, բայց ամենևին սա այսպես չէ, որովհետև պատասխանատու քայլ է նաև պետության կողմից շատ երեխային հանձնել ընտանիք, որի նկատմամբ ինքը որպես պետություն սահմանադրությամբ ունի շատ հստակ պարտականություններ, որտեղ 2015 թվականի փոփոխություններից հետո
Սահմանադրությամբ շատ հստակ ամրագրվեց, որ առանց նողական խնամքի մնացած երեխաները պետության հատուկ հոգացության եւ պաշտպանության ներքո են։ Եվ թվում է, թե քաղաքացու բարձրացրած հարցում ասում էր, որ օտար երկրից արտերկրից ինքը ավելի հեշտությամբ կարող է երեխա որդեգրել, այստեղ ուզում եմ ձեզ ասել, որ ամենևին դա այդպես չի, որովհետև անգամ Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաները, այսինքն այդ ցանկում հաշվառված երեխաները, օտարերկրյա որդեգրման տրամադրվում են այն դեպքում, երբ որ ներպետական որդեգրում հնարավոր չէ անել։ Այսինքն սա գուցե մի քիչ էմոցիոնալ մակարդակում առաջ եկած միտք է, ամենևին իրականում այդպես չէ։ Սակայն հաշվի առնելով միջազգային բազմաթիվ այսպես փոթորկվող թեմաներ այս հարցի շուրջ կարծում եմ նաև օբյեկտիվ է այդ սահմանափակումը։ Միանշանակ օբյեկտիվ է, բացի դրանից, ինչ կարող է լինել իրականում, որը որ քաղաքացին, որի մասին չի մանա։ Օրինակ, մանուկ տեղեկատվական համակարգում միանգամից վայրկյանների, բայց րոպեների կամ ժամերի տարբերությամբ կարող են հաշվառվել մի քանի անց։ Երբ որ բոլորը անցնում են վերապատրաստումները, բոլորը անցնում են համադրելիության գնահատումը եւ բոլորն էլ ցանկություն հայտնեն X երեխային որդեգրելու, առաջնությունը կտրվի այն անձին, ով ունի ժամկետային առաջնություն, այսինքն ով թեկուզ 1 վայրկյան ավելի վաղ է հաշվառվել։ Եվ կարծում եմ սրա մասին համապատասխան աշխատակիցները իրավասու պետական մարմնի պետք է տեղյակ պահեն, կարծում եմ տեղյակ են պահում, որ առաջնություն տրվում է ով ավելի վաղ է հաշվառվել։ Շատ լավ, մենք հաճախ սիրում ենք իրավաբաններս խոսել ողջամիտ ժամկետից։ Ձեր կարծիքով որդեգրման գործընթացում առկա է ողջամիտ ժամկետ եւ առկա է նման սահմանափակում։ Նայեք, օրենսդրական մակարդակում կան ամրագրված որոշակի ժամկետներ։ Օրինակ, անձը որդեգրել դառնալու ցանկություն ունենա, որդեգրող դառնալու ցանկություն ունենալուց եւ որդեգրող որպես հաշվառվելուց հետո, համապատասխան վերապատրաստումներն անցնելուց եւ այլն հետո, կառավարության որոշմամբ իր այդ կարգավիճակը պահպանում է 12 ամիս։ Այսինքն, եթե 12 ամսում երեխա չորդեգրվեց կամ ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ, 12 ամիսը ավարտվեց, process-ը պետք է սկսվի նորից։ Կարծում եմ ողջամիտ է, որովհետև 1 տարին այնպիսի ժամանակահատված է, որ այո, եւ երեխայի կյանքում եւ տվյալ անձի կյանքում կարող են մի շարք հանգամանքներ փոփոխություն տեղի ունենալ, որոնք տվյալ որդեգրումը դարձնեն օրինակ անհնարին կամ ոչ երեխայի լավագույն շահից բխող, ինչի վրա պետք է միանգամայն կառուցվի այս ամբողջ գործընթացը։ Ողջամիտ ժամկետ հասկացությունը իրավաբանները հաճախ սիրում են նաև տեղին անտեղին օգտագործել գուցե թվաշատերին, բայց այս ողջամիտ ժամկետը այնքանով է կարևոր, որ հատկապես այս դեպքերում միայն ժամկետի պահպանումը չի կարող բերվել առաջի պլան, որովհետև գործ ունենք անչափահասի եւ հետագայում նրա ճակատագրի հետ, ուստի գուցե եւ օրինակ ժամանակահատվածը մի քիչ ավելի երկարի, բայց առավել նպաստավոր իր տարբեր հատկանիշներից ելնելով երեխայի առավել նպաստավոր ընտանիք հանձնվի, որովհետև բազմաթիվ գործերով, նաև ոչ միայն որդեգրման խնամատարության, տեղյակ եմ, որ մարզպետարանները եւ պետությունը այս խնդրին երեխային խնամքի դասյակության հանձնելու դեպքերում բավականին զգույշ մոտեցում ունի, ինչը ողջունելի է։ Շատ լավ, երբ մենք խոսում ենք այո ողջամտության մասին, բնականաբար պետք է հաշվի առնենք այդ գործընթացները, որով անցնում է այս հարցը, սակայն արդյոք կազմակերպչական գործողությունները, այն նշեցիք, որ փաստացի պետք է հավաքագրվեն որոշակի թվով անձիկ, որ նոր կազմակերպեն այդ դասընթացները։ Արդյոք հենց այդ հավաքագրման գործընթացը սпасել, որ նոր հայտեր ներկայացվեն, նոր միայն մասնակցել դասընթացների, ել ավելի չի ծանրացնում արդեն իսկ ծանրացված այս գործընթացները։ Գիտեք, կարծում եմ, որ այդտեղ ողջամտությունը պահպանվում է, որովհետև բնականաբար տարիներով չեն կարող սпасել, որ մարդիկ հաշվառվեն, միևնույն ժամանակ այնպես չէ, որ անընդհատ որդեգրման ենթակա երեխաների քանակն է այդպես շատ անսպառ լինում, որովհետև գիտենք, որ հաստատություններում կամ առանց նողական խնամքի մնացած երեխաների թվում միայն կատարյալ հոգեպես եւ ֆիզիոլոգիապես, ֆիզիկական առումով առողջ երեխաներ չեն, այնտեղ կան նաեւ շատ խնդրով երեխաներ տարբեր բնույթի եւ հիմնականում մարդիկ մեծամասամբ խուսափում են այսպիսի երեխաների որդեգրելուց, որովհետեւ նաեւ այստեղ հետագա խնդիրներն են հասկանում։ Հետեւաբար նաեւ քանի որ այս երեխաների ցանկն է սակավաթիվ իրականում շատ ավելի, նաեւ այս առումով էլ է դժվարանում։ Հետեւաբար
երկու կողմ ունի մեդալն այսպես կոչված։ Այո, հետաքրքիր է։ Արտերկրից Հայաստանի Հանրապետություն դիմում են հատկապես այն անձիկ, ովքեր ցանկանում են որոշակի առողջական խնդիրներ ունեցող երեխաների որդեգրել։ Այ նման դեպքում, երբ փաստացի պետությունը տեսնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առողջական խնդիրներ ունեցող երեխան չի որդեգրվում եւ հավանականությունն էլ որպես այդպեսին չկա որդեգրման, այստեղ պետության դերը, թույլտվությունը կամ մեխանիզմների առավել հեշտացումը ազդում է օտարերկրյա քաղաքացու համար։ Օտարերկրյա որդեգրումը խոսքի սկզբում ասացի տեղի ունենում այն դեպքում, երբ տվյալ երեխային ներպետական որդեգրման հանձնել, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացու որդեգրման թույլատրել հնարավոր չէ։ Նոր այստեղ գալիս է հաջորդ փուլը, որը կոնվենցիոն մակարդակով կարգավորվում է, կենտրոնական մարմինը արդեն ներգրավում է գործին, իդեմս արտադրության նախարարության համապատասխան ստորաբաժանման եւ նոր կազմակերպվում է գործընթացը, բայց քանի որ էլի խոսքի սկզբում նշեցի, որ որդեգրումը նախապատվելի ձև է, այսինքն եթե թեկուզ կա օտարերկրյա ընտանիք, բայց ընտանիք ոչ թե հաստատություն, որը որ կարող է երեխային վերցնել որդեգրման եւ իրական խնամք եւ դաստիարակություն տալ ընտանիքում, իհարկե երեխայի լավագույն շահի հաշվառմամբ համադրելության բոլոր չափանիշների դրական գնահատմամբ նոր միայն, այո, որդեգրումը թույլատրելի է, բայց այդտեղ կարևոր մի ուրիշ մի բաց կա, երևի ավելի շատ խնդիր է այդտեղ պիտի տեսնենք եւ այդտեղ փորձենք կարգավորումները ավելի ուժեղացնել, հետագա վերահսկողությունը։ Այ ես այդ հարցն էի ուզում հետագա վերահսկողությունը 3 տարի ինչպես է իրականացնելու։ Այո, եթե Հայաստանի Հանրապետության մասն է խոսքը, այդտեղ շատ ավելի դյուրին է process-ը, որովհետեւ կան համապատասխան մարմիններ, մենք փոքր պետություն ենք, դա շատ հեշտ է կարգավորելը, բայց օտարերկրյա որդեգրման պարագայում արդեն վերահսկողությունը գուցե այդքան արդյունավետ հնարավոր չլինի իրականացնել, խնդիրները հաճախ այստեղից են ծագում, հետեւաբար կարծում եմ այս մասում մենք անելիք ունենք։ Ես իհարկե կարծում եմ, որ նմանատիպ գործընթաց սկսելուց առաջ նախ եւ առաջ պետք է հասկանալ մենք այդ երկրի հետ ունենք իրավական փոխօգնության պայմանագրեր եւ հնարավորություն ունենք համագործակցելու, որովհետեւ եթե վերջի վերջո պետությունը հանձնում է մի երեխայի այնպիսի ընտանիքի, ով ապրելու Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պետք է վստահ լինի, որ իր բոլոր պայմանագրերով եւ վերահսկող գործիքներով հնարավորություն կունենա այդ երկրում ապահովել այդ երեխայի բարեկեցությունը։ Շնորհակալություն եմ ձեզ հայտնում եւ վերջում ուզում եմ, որ ամփոփենք այսօրվա զրույցը եւ հորդոր երևի մեր քաղաքացուն, որ չհիասթափվի եւ անցնի այդ process-ները։ Միանշանակ, ուղղակի նաեւ ընթացակարգին ծանոթանա կամ խնդրի համապատասխան իրավասու մարմնի աշխատակիցներին կամ աշխատակազմին իրեն մի փոքր ավելի ընդգրկուն կերպով իրազեկել, որովհետեւ ելի եմ ուզում կրկնեմ, գործ ունենք անչափահասի երեխայի եւ նրա ճակատագրի հետ, հետեւաբար պետության մանրակրկիտ ուշադրության ներքո գտնվել է այս process-ի եւ բացառապես երեխայի լավագույն շահից բխող որոշման կայացումը պիտի միայն ողջունել, եթե իհարկե այստեղ անհարկի ձգձգումներ եւ այլ քայլեր չկան։ Այ եթե անհարկի ձգձգումներ են, քաղաքացին որպես վերահսկող մարմինում պետք է դիմի եւ տեղեկացնի այդ մասին։ Այստեղ ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Այո։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացին այս պահին դիտում էր մեր հաղորդումը, ստացավ իր հարցերի պատասխանը եւ այսուհետեւ կկարողանա թեկուզ, եթե ոտնահարվել են իր իրավունքները կամ որոշակի խնդիրներ են առաջ եկել, որոնք իր պնդմամբ ոչ իրավաչափ են, պետք է բարձրաձայնի իրավասու մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպելով եւ այդ խնդիրները ներկայացնելով։ Կրկին շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, վստահ եմ կրկին կհանդիպենք այստեղ այս տաղավարում, իսկ ես հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարեւոր է իմանալ։